ազատ խոսքը ճնշելու պատժելու համար հարուցվում են քրեական գործեր եւ ավելին որպես տրամաբանական շարունակություն էլ դատական պրակտիկային էլ արդեն գալով տեսնում ենք ինչքան շատ մեծացել է Հայաստանում կալանքների թիվը, անօրինական կալանքների, ինչու եմ ես այդպես ասում, որովհետեւ մեր կազմակերպության հենց մշտադիտարկումները, մեր գործունեությունը եւ էլի սա ոչ թե սուբյեկտիվ կարծիք եմ ասում, այլ մշտադիտարկման արդյունքում օրինակ պայմանական մենք ունենք նման աշխատանք, որ կատարել ենք շատ շուտով նաև կհրապարակվի, որ ինչքան մեծ է թիվը եւ շատ հաճախ չի հիմնավորվում դատական ակտով, թե ինչի Պողոսը Պողոսյան, ով մեղադրվում է ինչ-որ արարք կատարման մեջ, պետք է մնա բանտում եւ ոչ թե օրինակ օգտվի քրեական օրենսդրության, քրեադատավարական օրենսդրության այն նոր միջոցներից, որոնք որ պիտի հնարավորություն տային այլընտրանքային միջոցների կիրառ, օրինակ տնային կալանքի տակ մնար,